եւ basic-ը ընդամենը 40 քանի դոլարի ես ուզեցի անընդհատ գալիս են այստեղ հարցնում են ձեր ուշադրությանը բերեմ քիչ հետո նաեւ պետք է հետո խոսեմ մաչելի բնակարաններ 340 հատ արդեն application են ընդունում ես քիչ հետո պետք է ցուցադրեմ որ կնակ վերցնեք կամ սայթը որն է որ դուք կարողանաք այդ սայթը մտնեք կամ մեկը ձեզ օգնի ձեզ գրանցեք այդտեղ ես հիմա ուզում եմ խոսել վենեսուելայի մասին որ նախագահ Թրամփը նախ հրաման է տվել որ վենեսուելայի որևէ թռիչք այդ տարածքում չանցնեն որովհետև մասամբ այդ տարածքը պաշարեն է 15000 զինվորականը իջեցրել նախագահը ամենախոշոր Ամերիկայի ռազմանավը Ջերալդ Ֆորդ անվան տակ որը 5000 այնտեղ նավաստիներ այդ նավի մեջ են ռազմանավի մեջ են եւ 3 ուրիշ ավել փոքր ռազմանավեր այնտեղ են օթանավներ եւ ահա այսպես 15000 ասացի զինվորական ամերիկացի պատրաստ է այդտեղ թվում է որ նախագահը ասել է իհարկե զինվորականներ չի իջեցնելու այնտեղ բայց եւ այնպես չգիտենք ինչ է լինելու այստեղ տեսնում եք այս ռմբակոծումները ինչ որ տեղի ունենում հիմա մի մեծ խնդրեմ է եղել Սպիտակ տան եւ նախագահի համար խնդրեմը որն է առաջին այդ լոդկան կամ նավակը փոքրիկ Վենեսուելայից որ ասում են ցգնորսներ են նախագահը ասում է սրանք դրագ են փոխանցում գիտեք ֆենթանոլը որ ամենամեծ կամ հզոր դրագն է թմրեցուցիչն է գալիս է Մեքսիկոից ոչ մի ուրիշ տեղից չի գալիս այսպես 90%-ով Մեքսիկոից է գալիս այս երկիրը այսինքն Չինաստանից թմրեցուցիչը բերում են Մեքսիկո այնտեղ հաբերի են վերածում մտնում է Ամերիկա թեև նախագահը Չինաստանի նախագահի հետ համաձայնության եկան որ թույլ չտան ֆենթանոլը գա Մեքսիկո բայց այնպես շարունակվում է եւ այս հաբերը վաճառվում է այստեղ եւ տարեկան 70-ից 100 մարդ մահանում է այդ թմրեցուցիչը օգտագործելու որովհետեւ չգիտեն ինչքան հզոր է դա վերցնում են հետո կարողություն չունեն իրենց փրկելու այլ արդեն ուշ է լինում հին ժամանակ թմրեցուցիչներ կար որ եթե շատ օգտագործում էին այսպես ուշքից գնում էին եւ այլն սա սպանում է նրանից հետո կոկեինն է կարևորը որ էլի Վենեսուելան կոկեինի կենտրոնը չի Բոլիվիա ուրիշ երկրներ կոկեինը այնտեղից է գալիս եւ Վենեսուելան այդքան բայց նախագահ Թրամփը ասում է այդտեղից է գալիս եւ դրա այդ հիման վրա ուզում է այս նավակներին է ռմբակոծում հիմա առաջին նավակը որ 13 հոգի մեջ կային երբ որ ռմբակոծում են կամ ռումբը գցում են այդ նավի վրա 2 հոգի ողջ է մնում հետո Պաշտպանության նախարարը որ որևէ փորձառություն չուներ հերոստալիկ էր այսինքն շաբաթավերջը հաղորդավար էր նա ասում են 2 հոգի օկյանոսում են ասում են նրանց էլ սպանեք այսինքն խփեք սպանեք այդ երկուսին որ հիմա Ժնևի convention համաձայնություն կա աշխարհում որ եթե գերիներ կան թշնամու գերիներ եթե վտանգ չեն սպառնում պատկերացրեք այս 2 հոգին եթե լինեին թշնամի անգամ օվկիանոսի մեջ են ընկել եւ մի բան չեն կարող մեկին վնաս հասցնեն պետք է իրենց փրկել եթե դրանք պատերազմի մեջ էին Ամերիկայի հետ հրացաններ ունեին կրակում էին սպանում էին եթե արդեն էլ նավը խորտակվել է եւ իրենք ջրի մեջ են անզեն մարդիկ են պատերազմի ժամանակ օրինակ գերմանացիներին եթե էլ զենք չունեին կամ զենքը վայր էին դրել դրանք համարվում են այս Ժնևի համաձայնությունը convention-ի այսպես օրենքը ասում է որ դու դրանց գերի պիտի վերցնես
բայց այստեղ պաշտպանության նախարարը Ամերիկայից դրանց դրա համար Թրամփը աշխատում ասում է ես չգիտեմ ինչ է աշխատում է հիմա իրեն հերու պահի այդ հարցից որովհետև սա երևի խնդրեմ կլինի եւ դրա համար է որ Ամերիկայի սենատում թե ռիփաբլիկանները թե դեմոկրատները ասեն են որ այս հարցը պետք է այնտեղ արձարծվի Պաշտպանության նախարարը նրանք որ այդ աշխատանքը կատարեն այն գեներալը որ պաշտպանության նախարարը իրեն հրաման է տվել եւ նա ասել է որ կրակեն այդ երկու անզեն մարդկանց սպանեն սրանք բոլորը այն ինչ է որ այս երկրի սենատը ուզում է հետևի իսկ ես ուզում եմ շարունակենք հիմա նախագահ Թրամփը անցյալ ամսվա մեջ MRI ունեցավ MRI-ը գիտեք ինքը ասում է ես MRI եմ ունեցել չեմ մեքենանից այս վերևի ցած ինձ նկարել է չգիտեմ ինչ է ամենայն դեպս արդյունքը սա է որ նախագահը ասում են որ իր սիրտը լավ է թոքը աշխատում է ամեն ինչ լավ է MRI covered heart տեսնում եք եւ abdominal area ուրեմն այս թոքերը եւ այլն աղիքները major organs ամեն ինչը նորմալ ասում է աշխատում է նախագահ ասում է եւ որևէ chronic problem չունի chronic problem չունի նախագահ այսինքն առողջ է բայց իրեն հարց էին տալիս որովհետեւ նախագահը ապրիլին լրիվ քննության էին ենթարկել Walter Reed հիվանդանոցում հիմա էլ նախապես էլ ենթարկել էին եւ ասել էին որ ամեն ինչը լավ է հիմա ինչ էր պատճառը որ նորից MRI պիտի անեն հիմա գիտեք նախագահի ցած ցուցադրել եմ ցերքը հիմա շատ այսպես որոշ բաներ օգտագործում են որ վերք չերևա եւ ոտքերը խիստ ուռած է նախագահի թվում է ոմանք ասում են որ այդ պատճառով էր որ այս MRI-ը արեն էին որպեսի տեսնեն կարող են գտնեն պատճառը որ ոտքը ինչու այսպես ուռել է ես ցուցադրել եմ ցեզ անցյալում եւ ցերքը միշտ վերք է նախագահ Թրամփի ես պիտի շարունակեմ հիմա խոսեմ Լուիջի Մանջիոնի մասին Լուիջի Մանջիոնին մի հարուստ ընտանիքի զավակ է եւ սեփական դպրոց էր իր հայրը իրեն ուղարկել շատ բարձրագույն ժիր աշակերտ եղել գնում է համալսարան այնտեղ նաև գերազանց ավարտում է իր համալսարանը բայց ինքը մեջքի եւ այլն խնդրեմ ունենում գնում է հիվանդանոցները բժիշկներ հիմա հստակ չի ինչի համար բայց գնում է Ամերիկայի ամենախոշոր health insurance առողջապահական ընկերության ղեկավարին երբ որ Նյու Յորքում իրենք համագումար էին կազմակերպել եւ Thompson անունով այս անձնավորություններ գնում է այնտեղ սպասում է մինչև այս անձնավորությունը տեսնում եք 50 տարեկան է երկու փոքր երեխաներ ունի Նյու Յորքում իրենց համագումարը կլիներ որ ամեն աշխարհով մեկ ղեկավարությունը այդ health insurance-ի ղեկավարությունը եկելներ տեսնում եք առավոտը շատ շուտ հետևից ատրճանակով կրակում է Լուիջի Մանջիոնի ինքը փախուստ տվեն չէին կարողանում գտնեին որ որտեղ է իսկ գնում է Փենսիլվանիայում մեկ մակդոնալդ է գնում այդ ռեստորանի մեջ աշխատողը իր ունքերից յուրահատուկ հետո քիչ հետո ուշադրություն դարձնեք ունքերին կտեսնեք ունքեր տեսնում է զանգ է տալիս պոլիսին ասում է կարծեք թե այդ ում որ փնտրում եք այստեղ հիմա ճաշ է ուտում այդ ժամանակ գիտեք մասկներ օգտվում էին եւ այսպես տեսնում եք հիմա մի խնդրեմ որ այսօր դատարանին գնացել իր պաշտպան փաստաբանները պահանջում են որտեղ այդ ժամանակ գալիս են իրեն search warrant ու backpack-ը մի պայուսակ է ունենում իր հետ backpack-ը առանց որ search warrant ունեն գիտեք մեկին եթե պիտի ձերբակալեն եթե մի բանը պետք է չեք անեն պետք է search warrant ունենան ես ցեզ հիմա այստեղ որպեսի գաղափար ունենաք ուզում եմ ասել օրինակ պոլիսը գալիս է
ձեր մեքենան կանգնեցնում, ասում եք կարող եմ մեքենայի մեջ նայել, դուք կարող եք ասեք ոչ։ Եվ որովհետև միթե որ իրենք սրճ վարանդ ունենան, կարող են ձեր տունը նաև գնան դատավորի մոտ, դատավորը հրամանդ այս անձի տունը, մեքենան կարող եք քննել, դա ուրիշ է։ Իսկ փոլիսը ես կանգնացնում, ասում է ձեր մեքենայի մեջ ես ուզում եմ սրճ անեմ կամ տեսնեմ ինչ կա մեքենայի մեջ, դու կարող ես չեմ ուզում իմ մեքենայից մեջ նայես։ Ձեզ կարող են անեն, ձեզ կարող են ձերբակալեն, բայց եթե չունենա դատավորի այդ հրամանը, ինքը իրավունք չունի։ Ամենայն դեպս այստեղ սրա պայուսակը փոլիսը նայում է եւ միջից հանում է, որ ինքը գրած է լինում, հիմա շարունակենք, ինքը այնտեղ գրեն էր, որ ծրագրում է, որ գնա եւ հիմա տեսնում եք այստեղ իր փաստաբանը ասում է, ուրեմն չեն կարող այս ինչ որ գրերն է, այս գրությունները նոթբուքի մեջ գրերն է, որ ինքը ցանկություն ունի որ գնա եւ սպանի այս մարդիկ, այսպես ինշուրենսները մարդկանց պատկերացրեք շահագործում են, բայց իրենց անընդհատ դժվար կացության մեջ են տնում, ասում են այս չենք վճարելու, այն աշխատանքը չենք վճարելու, ես խոսում եմ նրանք, որ ինշուրենսը գնում են, մեդիկերի մասին չեմ խոսում։ Գիտեք, այսպես ուրեմն Մանջիոնին տեսնում եք եւ ասում է, որ ատրճանակ ունի 3D printed, այսինքն ատրճանակը պատրաստած ատրճանակ է, ոչ թե նորմալ ատրճանակ հրացանը նոմերներ կա վրան, որ կարող են հետևեն։ Այստեղ տեսնում եք McDonald-ի մեջ էր, հիմա տեսնում եք իրեն դատարանի մեջ է, այս երիտասարդը 911 call է լինում այս McDonald-ից Փենսիլվանիայում ռեստորանում եւ գալիս են ոստիկանություն, ուրեմն այդ որ իրեն պայուսակը իրեն քննել են, որովհետև դատավորի իրավունքը չեն ունեցել, ուրեմն իր փաստաբանը պահանջում է, որովհետև այդտեղ ինքը անվաներն է, որ ինչու պիտի գնա սպանի եւ այլն այս բոլորը, ուրեմն դատավորը, այսինքն փաստաբանը ցանկություն չունի, որ դրանք դատարանում երբ որ ջուրի առջև լինեն, հետևեն այս։ Իհարկե այս դատավորությունը ինչ որ Նյու Յորքում է լինելու, այստեղ տեսնում եք բոլոր այդ ընկերությունների ղեկավարներին ուզում է որ ասեն սպանի հիմա երկու դատավարություն է լինում, մեկը Նյու Յորքում է լինելու, որ նահանգային դատավարություն է։ Եթե ամեն ինչով մեղավոր լինի, այնտեղ ցմահ բանդարկություն է։ Իսկ ֆեդերալ նաև դատավարություն պիտի տեղի ունենա, որ ֆեդերալը եթե մեղավոր լինի, իրեն կախաղան են բարձրացնելու, ուրեմն այսպես վիճակ է լինելու, եթե մեղավոր դուրս գա, ամենայն դեպս առայժմ ուզում են այնինչ, որ իր պայուսակի մեջից առանց դատավորի հրամանի նայերն են եւ գրեն են, ինչեր ունի եւ այնտեղ գրեն է, որ ես ուզում եմ գնամ այս ինշուրենսի ղեկավարներին, այսինքն առողջապահական ապահովագրության health insurance-ի ղեկավարներին, որ ժողովրդից գումարներ վերցնում են, բայց երբ իրենք կարիք ունեն, իրեն չեն օգնում, բոլոր դրանք իր փաստաբանը ցանկություն ունի, որ դատավարի մեջ դատավարության ժամանակ չարծարծվի այս հարցի վրա էր, որ ինքը այսօր դատարանում էր։ Ես պիտի դատար վերցնեմ, երբ վերադառնամ դատարից National Guard երկու Վաշինգթոնում զինվորականների վրա կրակել էին, դրան անդրադառնամ ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում ծրագիրը, Burbank Adult School-ը գտնվում է Burbank քաղաքում, տեսնում եք այստեղ Adult School-ը սա չափահասների համար է 12 տարբեր դասավանդում է լինում։ Իրենց վկայականը Ամերիկայի Կալիֆոռնիա եւ բոլոր նահանգներում ընդունված է, որովհետեւ այս դպրոցը ծախսերը հոգում է Կալիֆոռնիայի նահանգը եւ հաստատված է որպես կրթական հաստատություն Կալիֆոռնիա նահանգի կողմից։ Հիմա այնտեղ տարբեր դասավանդումներ է լինում, հարմար կլինի որ գնաք Burbank, Allen փողոցի վրա է գտնվում, մանրամասնությունները իրենցից վերջնակ։ Իհարկե նաեւ Burbank High School-ում, որը Burbank-ում է, բայց Գլենդելի արևանյան այնտեղ նաև դասավանդումներ կա, բայց դուք անպայման գնացեք Allen փողոց։
Central Avenue Pharmacy ովանավորում է ծրագիրը Central Avenue Pharmacy ձեզ առաջարկում է Glendale-ում Կալիֆոռնիա փողոցի վրա իրենց տեղատունն է դոկտորը 30 տարից ավել այդտեղ աշխատում է Glendale-ում այսինքն տեղագործ է իսկ իր դուսրը միացել է նաև տեղագործ է իրենց երկրորդ բաժինը բացում են Sunland քաղաքում որը պիտի ծառայի հարակի Sunland թանգա Silmarsim Valley այդ տարածքներում տեղատունը շուտով պիտի բացվի ծրագիրը ովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է ովանավորում ծրագիրը եթե դուք վարձակալ եք վարձել եք ապարտման կամ վարձել եք մեկ առանձնատուն դա պիտի մաքուր լինի բնակելի լինի եթե մուկ կա մրջում կա միջատներ կա պահարանը բացում եք ձեզ պիտի հատուցում տան դուք ոչինչ չեք վճարում իրեն մինչև կարողանա առայժմ ոչինչ չեք վճարում ձեր հետևի ինքը տատը եւ եթե հաջողի գումար վերցնի ձեզ համար հետո իրեն կվճարեք ծրագիրը ովանավորում է Orange Shipping ովանավորում է ծրագիրը Orange Shipping ձեզ է առաջարկում մի ծանրոց Հայաստան ղրգելիս մյուսը կես գնով է լինելու իսկ նաեւ գումար կարող եք փոխանցեք օթանավի միջոցով կարող եք ծանրոց ղրգել եւ ուզում եմ հիշեցնել մինչև դեկտեմբերի 19-ին եթե ձեր ծանրոցը հանձնեք իրենց մինչև դեկտեմբերի 19-ին ծանրոցը հանձնեք իրենց մինչև ժամի 2-ը դեկտեմբեր 19-ը ժամի 2 ձեր ծանրոցը ձեր ազգականը նախքան նոր տարի կստանա եթե դրանից հետո ղրգեք հայտնի չի կարող է ստանա կարող է մյուս տարի ստանա ուրեմն հիշեք դեկտեմբեր 19-ը երեկոյան ժամը 2-ը վերջին ժամկետն է որ կարող եք ձեր ծանրոցը հանձնեք իրենց ծրագիրը նաև հովանավորում է Շահին Թուր հովանավորում է ծրագիրը դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 21-ը Մեքսիկոյի համար քրուզ են կազմակերպել 8 օր 7 գիշեր ընդամենը $790 այսպես տեսնում եք անպայման օգտվեք այս ծառայությունից կվերադառնա Ես հաղորդել էի որ National Guard-ը նախագահ Թրամփի հրամանով 2200 զինվորական Վաշինգթոնում են ասում են որպեսի խաղաղություն ու ապահովություն բերի այդ քաղաքներին ուրիշ քաղաքներում Լոս Անջելեսում նաև եղել են San Francisco ուզում է ուղարկել եւ այսպես տարբեր տեղեր հիմա մեկ աֆղանցի պատկերացրեք Վաշինգթոն նահանգից մեր հյուսիսում գնում է այնտեղ այս աֆղանցին 29 տարեկան է ամերիկացիների համար CIA-ի համար Աֆղանստանում երբ որ ամերիկան պայքարում էր Թալիբանների հետ այսպես այս այնտեղ երբ որ պայքարում էին նրանք այս անձը ամերիկացիների համար էր աշխատում 73000 հոգու ամերիկան թույլ տվեց եւ իրենց հանեց Աֆղանստանից երբ որ Աֆղանստանի ռեժիմը տապալվեց որովհետեւ դրանք ծառայել էին ամերիկացիներ այս տղան այդպես ընտանիք ունի 5 երեխաներ ունի ամենայն դեպս մեքենայով զենք է վերցում, փամփուշտ է վերցում, մեքենան քշում է գնում է Վաշինգթոն եւ փողոցում երկու National Guard-ի զինվորականներ որ այնտեղ են լինում կրակում է երկուսի վրա նրանք էլ իրեն ուրիշները կրակում են իր վրա այստեղ տեսնում եք եւ այդ երկու National Guard-ի զինվորականները 20 տարեկան մի երիտասարդ աղջիկ մահանում է եւ այս 24 տարեկան զինվորը Սարջենը վիրավորվում է դեռ հիվանդանոցում է բայց իր մատը տեսնում եք այդտեղ որ այդ կինը աղջիկը մահացել էր Վաշինգթոնում իր պատկերը տեսնում եք այդտեղ դրված է ծաղիկ են տեղադրում սա ոչրակորձն է կամ աֆղանցին է ինչ որ կրակել է այդ զինվորականների վրա հիմա ասում են որ հոգեկան խնդրեմ ունի պատերազմի Աֆղանստանի հետևանքով երևի դա է պատճառը
հստակ ինքը դեռ բան չի ասել։ Միայն այդ 24 տարեկան ամերիկացի զինվորականը, սա ոչրագործն է, տեսնում եք այստեղ CIA հետ է աշխատել, 2021-ին իրեն թույլ են տվել, որ ընտանիքի հետ գա Ամերիկա, ապրիլի 2025-ին դիմել է asylum, այսինքն որպեսզի կարողանա այստեղ օրինական, իրենք օրինական իհարկե բերերն են, բայց application-ը ներկայացրել է եւ հիմա անկորձ է մեկ ուրիշ աֆղանցի, որ միասին այնտեղ պայքարերն էին, ասում են շատ նա մահացել է, շատ ազդված այդ ընկերոջ մահի վրա եւ իրեն չեզոքացրել էր եւ ընկերներից եւ իր ընտանիքից նաեւ հեռու էր մնում այդ հոգեկան խանգարումները, ինչ որ ունեցել է պատերազմի այդ վիրավոր մահացածներ այնքան տեսել էր Աֆղանստանում, գիտեք, տասնյակ հազար մարդ է մահացել։ Հիմա ասում են, որ կարող է այդ հիվանդությամբ է տառապում եւ ինքը կարող չգիտի ինչ։ Ամենայն դեպս այդ ամերիկացի National Guard-ը, որը վիրավորված է հիվանդանոցում է, կարողացել է մատը այսպես բարձրացնել, որ այսինքն ինքը լավ է, հիմա դա մեծ ուրախության պատճառ է եղել այդ ամերիկացի զինվորը, ինչ որ այս աֆղանցին իր վրա կրակել էր։ Ես ուզում եմ շարունակել խոսել Պուտինը եւ նախագահի խորհրդատու Վիտկով եւ նախագահի Փեսան գնալու են տեսնեն Պուտինին, որպեսզի համաձայնի գրի վրա աշխատեն, ինչ որ Ամերիկան, գիտեք, ճնշել է Ուկրաինայի ղեկավարությանը, որ դու ընդունիր, որ խաղաղության դաշինք կնքի։ Իսկ Պուտինը ասում է, ես որոշ տարածքներ, որ դեռ չեմ գրավել, Ռուսաստանը դեռ չի գրավել, նրանք էլ պիտի հանձնի։ Սա անսովոր մի բան է, որ պահանջվում է։ Հիմա ասացի, պիտի տեսնեն ինչպես է լինում այս հարցը եւ նախագահ Թրամփը խիստ ճնշում է բանացնում Ուկրաինայի վրա, որ այդ համաձայնագիրը ստորագրվի։ Հիմա այստեղ տեսնում եք, ուրեմն նախագահի խորհրդատու Վիտկոֆը միլիարդատեր է եւ այստեղ տեսնում եք Ռուբիո արտգործ նախարարն է, Փեսան է նախագահ Թրամփի եւ Վիտկոֆը այստեղ նստած է, սրանք ուկրաինցիներն են, ինչ որ ասացի, այստեղ տեսնում եք, որը համաձայնության են մասամբ եկել, այստեղ տեսնում եք Զելենսկին, որ իր նաև ամենակարևոր խորհրդատուն ստիպված եղավ աշխատանքից հեռանա, մեղադրում էին, այստեղ տեսնում եք տարածքը, տեսնում եք այդ մանուշակով ինչ որ տեսնում եք, տարածքն է, որ 20%-ն է Ուկրաինայի, ինչ որ արդեն Ռուսաստանը գրավել է եւ ասացի առավել տարածք է պահանջում, որպեսզի խաղաղության սեղանը նստի եւ ստորագրի համաձայնագիր։ Դրա համար է, որ Թրամփի Փեսան եւ Վիտկոֆ խորհրդատուն Ռուսաստան են գնալու հենց մի քանի ժամ հետո։ Այստեղ տեսնում եք քաղաքներն է, որ բարբեն են, միայն տարեց, որ ոչ մի տեղ չունի, օրինակ մնացել է, այստեղ տեսնում եք Վիտկոֆը աչում նախապես նաև այսինքն նախագահի հետ խոսեն։ Մի բան, որ Վիտկոֆը Ամերիկայում պահանջում էին, որ հրաժարվի, սա էր, որ Վիտկոֆ նախագահ Պուտինին խորհրդատուին իհարկե ասել է, ես պիտի գնամ եւ ասեմ, որ Պուտինը ասի, որ այսինքն Պուտինը ասի, որ Թրամփի խորհրդով մենք ուզում ենք բանակցել եւ այսպես մի բան պահանջում է, որ միցև գնահատել Թրամփին այս առիթով, այս խաղաղության համար, որ Եվրամիությունը բոլորը ասում է սա խաղաղության դաշինք չի, այսինքն Ուկրաինային անտեղից ճնշում է, ինչ որ Ամերիկան բանացնում է, որ այդ համաձայնագրին հանձնվի կամ ընդունի, որ մի առավել տարածք էլ տան
Ռուսաստանին, որ պատերազմը դադարի։ Ես ուզում եմ հիմա խոսել Real ID-ի մասին։ Իհարկե 95% մարդիկ իրենց ID կամ driver's license-ը նոր driver's license են վերցրել, Real ID տեսնում եք։ 5%-ն է որ տեղ չեն վերցրել։ Օրինակ ես նաև Real ID չունեմ, ID ունեմ, եւ եթե պիտի ճամփորդեմ օթանավը, դուք կարող եք նաև փասպորտ ունենալ։ Բայց ավելի լավ կլինի Real ID վերցնելու։ Մինչև հիմա այս փետրվարին վերջին ժամկետն էր, որ առանց Real ID տեղ թողնում էին օթանավ բարձրանալ։ Բայց սրանից հետո ուրեմն կամ պետք է ձեր փասպորտը ձեր հետ լինի, կամ Real ID ունենաք, որպեսզի կարողանաք ճամփորդել։ Ուրեմն եթե դուք ճամփորդում եք, այսինքն Ամերիկայի մեջ ճամփորդում եք, անպայման Real ID վերցրեք, որ ես էլ երևի շուտով վերցնեմ, որպեսզի փասպորտս ամենտեղ ինձ հետ չտանեմ, եթե ճամփորդում եմ, իհարկե ես շատ չեմ ճամփորդում, դրա համար շատ հարկավոր չի։ Ես պիտի դադար վերցնեմ, իհարկե, եթե գնաք օթանավակայան եւ չունենաք դրանք բոլոր, $45 պահանջում են, ես ձեզ ասելու են մոտարապես մի կես ժամ սպասեք, մինչև սովորական ID-ով եթե, որպեսզի չեք անեն, տեսնեն, որ դուք ոչ մի ռեկորդ չունեք։ Ուրեմն անգամ եթե մոռացաք կամ հանկարծ Real ID ունեք, փասպորտ ունեք, կորել է։ Չկա։ Գնում եք օթանավակայան, կարող եք ինչ որ հին ID-ով գնում եք, $45 պիտի վճարեք, որպեսզի կարող թույլ տան ձեզի որ օթանավով ճամփորդեք։ Ես պիտի դադար վերցնեմ եւ վերադառնամ դադարից, շարունակեմ ծրագիրը, իսկ ծրագիրը հովանավորում է Յադիդի փաստաբանն է հովանավորում, Կամրան Յադիդինը 25 տարվա փաստաբան է, առաջարկում է եթե Uber եք վարձել, Uber-ի այդ երբ որ եղել եք Uber-ի մեջ ակսիդենտ եք ունեցել կամ Lyft վարձել կամ ընդհանուր ակսիդենտ եք ունեցել, զանգարեք այս հեռախոսահամարին, այս փաստաբանը միլիոնավոր դոլար կարողացել է ինշուրենսի ընկերություններից վերցնել։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան հովանավորում են, երկուսն էլ ատամնաբուժներ են, ձեզ են առաջարկում որևէ հարց ունեք ձեր ատամների հետ, լինդի հետ, զանգարեք այս հեռախոսահամարին, ժամադրություն վերցրեք։ Գտնվում է իրենց Ալիվ փողոց եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատմանկետում է Բրբանքում Գլենդելի հարևանությանը։ Ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը։ Իրենք ամեն օր ճաշ են առաջարկում 5 հոգու համար կամ 10 հոգու համար, բայց իրենք ճաշը շատ է, մեկ անգամ փորձեք։ Ուրեմն սա հատուկ մեկ առիթ է, որ կարող եք օգտվել, զանգարեք այս հեռախոսահամարին, այցելեք այնտեղ վերցնելու կամ զանգարեք իրենք բերեն ձեր տանը գաս։ Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Եթե տեղերի կարիք ունեք, սա հեռախոսահամարն 818 6 000 777 Գլենոքս եւ Highland փողոցի հատմանկետում է գտնվում, եթե տեղերի կարիք եղավ։ Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, Հակոբ Չոփուրյան եւ երկու դուստրեր, որ երկուսն էլ փաստաբաններ են, ձեզ առաջարկում են, եթե ավտովթար ունենաք, զանգարեք այս հեռախոսահամարին, եւ ձեր մտահոգությունները իրենց հանձնեք, 818 244 47 47 կվերադառնա։ Disney մեծ ընկերությունը մի ֆիլմ առաջարկել է, որ ես ուզում եմ այստեղ ցույց տամ, animation-ի ֆիլմ է, այստեղ տեսնում եք Zootopia անունով, որ այս շաբաթավերջին $556 միլիոն թիքեթ է ծախել, իհարկե globally աշխարհով մեկ եւ չորեքշաբթի օրն էր այս շաբաթավերջին տեսեք ինչ խոշոր հաջողություն է ունեցել միայն այդ մի քանի օրվա ընթացքին այսպես գումար են կարողացել շահել։
Ես ուզում եմ հիմա խոսել մեկ դժբախտություն Adventist Health-ը, որը եթե մեծ ընկերությունը Adventist է, Simi Valley-ում մեկ բժիշկ ու ռադիոլոգիստ է իր կնոջ հետ գարաժի մեջ է լինում, մեկ հոգի գալիս է, կրակում է երկուսի վրա, սպանում է, հետո փախուստ է տալիս, այստեղ ցուցադրենք, սա այդ դոկտորն է, ինչ որ կրակեն է, շարունակենք, եւ այսպես դոկտորը եւ իր կինը երկուսը նաեւ այսպես մահանում են այդտեղ Simi Valley գարաժի մեջ այդ ոչրագործը ով որ սպաներն է ամենայն դեպս գնում է Չինո այդ արևելք է քշում մեքենան 90 մայլ հեռու է գնում եւ հետո ինքը իրեն վարում է մեքենա ամեն ինչը վարվել է այստեղ տեսնում եք Simi Valley այս դոկտորներ աշխատում եւ այդպես Adventist Health Simi Valley ասում է որ դոկտոր Cordes որ շատ գնահատանք ուներ հարգված անձնավոր ռադիոլոգիստ էր եւ սիրված մեկ բժիշկ էր եւ այս համայնքին ծառայել է 30 տարի զոհ է գնացել եւ մենք բոլորս տխուր ենք այդ առիթով տեսնում եք այս բժիշկին եւ դժբախտություն ինչ որ հիմա հայտնի չի պատճառը ինչ էր որ ինչու radiation oncology տեսնում եք ինչու այդ անձնավորությունը եկել է ինչու կրակել է դրան մնում է որ հետո երևի investigator-ները գտնեն ես ուզում եմ խոսել տարօրինակ վիճակ է գիտեք ամեն մարդ ատրճանակ ունի դեր Կալիֆոռնիայում շատ խիստ է որևէ տեղ այսքան խիստ չի ատրճանակ ունենալը քան Կալիֆոռնիա կամ երբ ուզում եք ատրճանակ գնեք պետք է 72 ժամ սպասել եւ ուրիշ տեղեր անմիջապես անց կարող եք գնալ ատրճան ամենայն դեպս այս դեպքը Simi Valley-ում քիչ առաջ ասացի այդպես եկան սպանին իսկ նաեւ San Valley կամ այսպես Stockton հյուսիսում մեկ party է լինում երեխաներ են լինում այդտեղ հետո թվում է գանգեր նաև այդ party-ին մասնակից են եղել կրակում են այդ party-ի ժամանակ այդ հավաքի երեխաների հավաքի ժամանակ կրակում են 3 տեսնում եք 8-9 14 տարեկան եւ մեկ չափահաս այսինքն 18 տարեկան 19 տարեկան 4-ին կրակում են 11 հոգի նաև վիրավորվել են այսպես տեսնում եք եւ այստեղ տեսնում եք այդ քաղաքը տեսնում եք կրակեն են թվում է մեկից ավել մարդ պիտի լինի որ փամփուշտը այդքան տարբեր տեղեր կրակեն են կարծում են պոլիսը կարծում է որ մեկից ավել կրակողներ են եղել եւ այսպես տեսնում եք ինչ որ ասում էին նաեւ քիչ առաջ բոլորը ատրճանակ ունեն բոլորը բարկացած են եւ հեշտությամբ եթե ատրճանակ ունես կրակում են եւ այսպես տեսնում եք այդ սպիտակ հագուստով կնոջ բնակարանի մեջ էր 4-ի հոգու իշտակի համար տեսնում եք տարիքին հետ կապվող տարբեր մոմեր էին տեղադրել իրենց համար ես ուզում եմ խոսել նաեւ անձը միշտ պետք է իր ռիսկը ինչ որ անում է պետք է չափավոր լինի Հիմա այս օրինակը ինչ որ ես ուզում եմ այս հարցին վերաբերյալ ձեզ ցուցադրեմ Բրազիլիայում տեղի ունեցել մեկ անձնավորություն գնում է գազանանոց ու գնում է գազանանոց եւ մտնում է առյուծի վանդակի մեջ կենթանիները եթե մեկին վնասում են այսպես նորմալ եթե սար եք բարձրանում ուրիշ տեղ եք բարձրանում Եթե կենթանին մեկին վնասել է, անպայման վերացնում են այդ կենթանուն, որովհետև եթե մարդու հարձակվել է, ասում են սովորում է եւ էլի կանի այդ։ Իսկ հիմա այս օրինակում այս անձը բարձրացել է եւ այնտեղից իջնում է առյուծի վանդակի մեջ, տեսնում եք առյուծը այստեղ է։ Առյուծը իրեն քաշում ցած եւ կտրատում է, սպանում է առյուծը եթե աշխարհի կենթանի
ամենահզոր կենթանին է։ Ուրեմն անձը զոհ է գնում, հետո գազը ինչ որ այդտեղ արձակում են, այս առյուծին չեն վերացնում, որովհետև ինքը իր վանդակի մեջ է եղել եւ այդ աշխատանքը անձը այս առյուծը չի որ կամ մարդիկ չեն կարող մտածեն որ առյուծը անձը կմտնի վանդակի մեջ եւ այսպես այս առյուծին չեն վերացրել թեև այդ մարդուն սպանել է տեսեք նորից տեսնում եք բարձրանում է ցանցի վրա հետո իջնում է եւ տեսնում եք այստեղ ասում են ինքը այսպես ինքն է գնացել այնտեղ եւ ցավում են իհարկե գազանանոցը ցավ է արտահայտվում այս անձի կորուստի համար եւ դեռ ասում են չգիտեն անձը ով է բայց եւ այնպես եթե նկատի չեն առնում տեսնում եք նորից ծառի վրայից իջնում է տեսնում է առյուծը այդտեղ է ուզում է այսպես ասել կմտնեմ վանդակի մեջ ու անում է այդ եւ առյուծը իրեն վերացնում է ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից եթե խոսեմ հրդեհ Լոս Անջելեսում սնափի մասին խոսեմ բնակարաններ մատչելի կներով բնակարաններ որ մինչև դեկտեմբերի 12-ը ժամանակ ունեք ժամը 5-ին application լրացնելու իսկ ծրագիրը հովանավորում է Երևան shipping հովանավորում է ծրագիրը Երևան shipping ձեզ առաջարկում է եթե ծանրոց պիտի ուղարկեք օդանավով $2.99 մինչև դեկտեմբերի 19-ը ժամը 5-ին ժամանակ ունեք ձեր ծանրոցը իրենց հանձնեք որպեսզի նախքան նոր տարի ձեր ազգական իրեն ծանրոցը ստանա ուրեմն դեկտեմբեր 19-ը ժամը 5-ը վերջին ժամն է ինչ որ դուք պետք է ձեր ծանրոցը հանձնեք իրենց ժամը 2-ին մինչև կեսօրից հետո ժամը 2 նաև այնտեղից կարող եք գումար փոխանցեք $100 ղրկեք $1 եք վճարում $500 ղրկեք $5 կվճարեք երկու կենտրոն ունի Երևան shipping Lancashire փողոց North Hollywood Glendale-ում East Palmer եւ Adams փողոցի ճիշտ հատմանկետում է գտնվում Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն գտնվում է Pasadena-ում Glendale-ի արևանությանը 600 դաշնամուր այնտեղ կա որևէ տեսակ դաշնամուր որևէ անուն ամերիկյան ֆրանսական գերմանական կորեական, ժապոնական բոլոր ամեն տեսակ ունեն։ Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Դոկտոր Թավանսի իր նոր կենտրոնը բաց է անելու կարճ ժամանակ շատ շուտով բաց է անելու Orange County քաղաքում։ Սա երախոսը համարն է։ Զանգահարեք եւ 7 ուրիշ տեղ գրասենյակներ ունի Pasadena, Glendale, Valley-ում ունի Զանգարեք տեսեք որը կլինի ամենամոտիկ ամենայն դեպս Glendale-ում Jackson եւ Colorado փողոցի հատմանկետում է գտնվում Ralph's Market հովանավորում է ծրագիրը եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու Ralph's Market-ը իրենք պատրաստի ճաշ ունեն իրենցից կարող եք վերցնել Court Furniture-ն հովանավորում ծրագիրը 100-ից ավել Court Furniture խանութներ ունի նոր մատրեսի կարիք ունեք Central եւ Myrtle փողոցի հատմանկետում է գտնվում Orange County-ում 405 freeway եւ Euclid փողոցի վրա Santa Ana-ում, New York-ում, Florida-ում ամեն տեղ խանութներ ունի նոր մատրես եւ գրասեղան սեղանատորներ գնելիս Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե հրդեհ տեղ ունեցած ձեր տանը կամ բիզնեսում ավտովթար եք ունենում զանգարեք այս հեռախոսը համարին կվերադառնա Ես ուզում եմ հիշեցնել մատչելի գներով բնակարանները կառուցվում դեռ շարունակվում է բայց ամենայն դեպս լատարին դեկտեմբերի մինչև ժամ ունեք դեկտեմբերի 12-ը այսօր վերցնեք վաղը վերցնեք մյուս օր չի տարբերում
Ես application մեր գրասենյակում չունենք 4 տեղ կարող եք գնալ մեկը Catholic Charities մյուսը այօգնության միությունը Glen-Oaks փողոց Pacific-ին մոտ տարեցների կենտրոն գոյություն ունի Colorado որ հայկական մյուզե որտեղ որ կառուցում են ճիշտ կողը տարեցների կենտրոն կա այնտեղ կարող եք application վերցնել ամենայն դեպս հիմա 340 բնակարան է որ իմ աշխատանքն է ինչ որ 507 կառուցվել էր 167 տվեն են 340-ը կա դժբախտաբար ես այնտեղ չեմ վարձերը սրանը բարձր է լինելու իմ կարծիքով այդպես չպիտի լիներ բայց ամենայն դեպս նոր բնակարան է բնականաբար գինը տարբեր է լինելու մինչև Glendale-ի բնակարանները որ 100 տարվա շենքեր են հիմա ուր պիտի սա նկարեք այս մասը հարմար կլինի դուք կոմպյուտերով մտնել եւ ձեզ գրանցեք ամենահեշտը կլինի նաեւ հեռախոս կա սա նկարեք ու այսպես ինչ որ պիտի կարելի անել դուք արեք Ես application չունեմ տալու այսօր ասացի տասնյակ մարդիկ եկան այստեղ եւ ես ինչ որ ձեզ ասացի երկու կենտրոն կա անպայման այցելեք կամ մտեք սայթը ձեզ գրանցեք ինքներդ կամ չեք կարող մեկը թող օգնի ձեզ իսկ ես ուզում եմ հիմա խոսել ես էլի սրա մասին խոսելու եմ վաղը ծրագիրը կրկնվելու է եթե չկարողացաք նորից այնտեղ նկարեք Ես ուզում եմ ձեզ հիմա խոսել մեկ Նյու Յորքում մեկ դեպք ցույց տամ մեկ ընկնում է ջրի մեջ շարունակենք ջրի մեջ բարեբախտաբար փոլիսը անմիջապես այդտեղ են լինում մտնում են եւ իրեն հիմա գիտեք սառն է ամեն ինչ իրեն կարողանում են այդտեղ փրկել անձնավորությանը եւ տանում հիվանդանոց թվում է որ ամեն ինչ նորմալ կլինի Los Angeles-ում հրդեհ տեղի ունենում ուզում եմ այստեղ ցուցադրել ձեզ տեսնում եք հրդեհը այս անձնավորությունը բարի է լինում երեխին այդտեղից փախցնում է տեսնում եք հետո ուզում եք գնալ ուրիշների փրկելու բայց այս հրդեհ տեսնում եք Los Angeles-ում տեղի ունեցող բայց ոչ ոք այդտեղ չի վնասվել ես ուզում եմ խոսել Snap-ի մասին ինչ որ food stamp-ի մասին food stamp-ը այսինքն նախագահ Թրամփը շատ ցանկություն չուներ այդ շարունակել բայց ամենայն դեպս ընդունել են եւ շարունակվելու է SNAP-ը կարող մի քիչ ավել քիչ լինի բայց մի որոշ նոր օրենքներ տեսնում եք supplemental nutrition assistance program food stamp-ի անունը փոխել են այստեղ տեսնում եք եւ Ինչը որ տեսնում եք այսպես իրենց օգտակար են լինում, այստեղ տեսնում եք, ինչ որ փոխվել է, մինչև 14 տարեկան կարող է, այսինքն սրանից հետո մինչև 14 տարեկան է exempt է որ չաշխատի, պահանջվելու է նրանք որ մինչև 64 տարեկան են 20 ժամ աշխատեն շաբաթը 80 ամիսը 80 ժամ աշխատեն եթե երեխաներ չունեն 18-ից մինչև 54 տարեկաներ իմ ասում են 18-ից մինչև 64 տարեկանը բոլորը պետք է այսպես աշխատի եթե երեխա չի խնամում երեխայի խնամում մինչև 14 տարեկանը նրանից բարձր երեխա կա անձը պետք է ինչ որ ասացից ես 20 ժամ շաբաթական աշխատի որպեսզի այդ EBT-ին կամ SNAP-ը ստանա այստեղ տեսնում եք ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը հովանավորում է դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը եթե թաթի վրա թաթի տակ վերք է ոտքի վրա վերք է քայլում եք շնչասպառ եք լինում զանգարեք այս հեռախոսի համարին Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը սա տարեցների կենտրոնը որ իրենք բաս ունեն մինի բաս ունեն ցես կտանեն ու հետ կվերադարձնեն ու որ պիտի գնաք ձեր տանը Jackpot-ն է հովանավորում ծրագիրը Jackpot-ը ձեզ է առաջարկում որ այցելեք իրենց խանութը թանգայի խանութ փակել են շատ հագուստ կոշիկ ամեն ինչ այնտեղ բերեն են քիչ էժան գնով առաջարկում են զանգահարեք կամ այցելեք Jackpot Pacific փողոցի վրա
Yugo Transport, այսինքն ծանրոցների shipping ընկերությունն է ով անավորում նախ հիշեք մինչև այս գալիք դեկտեմբերի 19-ը երեկոյան մինչև ժամը 2-ը ժամանակ ունեք եթե օդանավով ցանկություն եք ծանրոց ղրգեք Հայաստան դեկտեմբերի 19-ը մինչև ժամը 2 եթե հանձնեք ձեր ազգական բարեկամ Հայաստանում իր նվերը կստանա եթե չէ կարող է ստանալ դրանից հետո կարող է չստանա մինչև նոր տարի բայց ամենայն դեպս Yugo-ն գտնվում է Լոս Անջելես քաղաքում Sunset փողոցի վրա նաև գումար կարող եք փոխանցել $100 ղրգեք $1 եք վճարելու օգտվեք ծառայությունից Անաշե գիֆտն է ովանավորում ծրագիրը Անաշե գիֆտ ձեզ է առաջարկում այցելեք իրենց խանութը բաժակ բնակ եւ այլն ամենայն դեպս այս խազանը առաջարկում են $9.99 1937 West Glenox փողոցի վրա է գտնվում կվերադառ Ես ուզում եմ ձեզ ցուցադրել Ալթադինա քաղաքում մի արջ 500 pound արջ է սա, այսինքն պատկերացրեք 225 կիլո։ Այստեղ տեսնում եք այս արջն է։ Ամեն օր գալիս է մտնում ամիսներ է, մտնում է այդ բնակարանի տակը, տեսեք ինչ դժվարությամբ ներս է մտնում եւ դուրս է գալիս։ Մի փոքրիկ այդ բնակարանի տակը ծառ կա, մտնում է այդտեղ դուրս է գալիս, այսպես դժվարությամբ եւ հետո մտնում է մտահոգված են, տեսնում եք այդտեղ այս արջին ամեն օր տեսեք ինչ դժվարությամբ է դուրս գալիս այդ փոքր արանքից ամենայն դեպս որոշեր են գալ եւ կրակել այսինքն որ քնացնեն արջին եւ տանեն անտառ տանեն կամ այս բլուրների վրա Ալթադինայից հետո սարեր բլուրներ կան ամեն օր մտնում դուրս է գալիս ու շրջում է տարածքը այսպես տեսնում եք այդպես քայոթին է կարծես եկել է կռիվ 500 pound 225 կիլո այդպես արչի հետ կամ 240 կիլո ավել շուտ 242 կիլո արչի հետ ես վերջավորության ուզում եմ տոնածառեր ցուցադրեմ ձեզ որը սկսել են վաճառել տարբեր տեղերում այստեղ տեսնում եք ցաներն են Հիմա տոնածառը պատրաստում են կտրելու եւ այս մարդիկ ուրախությամբ իրենց աշխատանքն է ինչ որ ցույց են տալիս որ ինչ են տնկել վաճառքի համար են սրանք այս մարդիկ տոնածառ վաճառողներ են Sequoia եւ ուրիշ այսպես պատրաստեն են տոնածառեր եւ այդպես տեսնում եք ուրախ են իրենց աշխատանքով սա նաև մի կտոր տոնածառ է ցանել ծրագիրը եկավ իր ավարտին ցես կհանդիպեմ վաղ մի շնորհ հանդիպում